Այն փաստը, որ Թրամփը իրավիճակ է փոխել իշխանության գալով ակնհայտ է։ Կողմերը համենայն դեպս այդ դիվանագիտական ժեստերը անում են։ Այն թուղթը, որ սկզբում տեսանք, ավելի նման էր կապիտուլյացիայի։ Օրական 2-3 արտահոսք է լինում։ Մեծ ձեռնտու է, որ այս պատերազմը հենց այսօր կանգ առնի, թե ոչ։ Միջնորդը Թրամփը որպես միջնորդ շատ շահագրգիռ է, որպեսզի արդյունք ունենա։ Ինչ որ իմաստով մոտենում է գոնե կանգ առի։ Բոլոր գրեթե կարևոր դեմքերը իրենք այդ շնորհակալությունը ի սկզբանե հայտնում են։ Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը կարծես երևում է, ինչ զարգացումներ արժի սպասել հրադադարի հաստատումից հետո։ Կհետևի դրան արդյոք նաև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքումը, հանգուցալուծման որ տարբերակը ավելի շատ կբխի Հայաստանի շահերից, աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ տեղի կունենան մեր տարածաշրջանում այն բանից հետո, երբ կազատվեն Մոսկվայի ձեռքերը։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Անցնող շաբաթը աննախադեպ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանն ուղղված ջանքերի առումով։ Հանգուցալուծումը իսկապես ուրվագծվում է, իսկ հանգուցալուծման հետևանքները դեռևս անորոշ են։ Համենայն դեպս մեզ համար։ Խնդրի շուրջ բանավիճելու այսօր հրավիրել ենք փորձագետներ Արսեն Խառատյանին ու Վիգեն Հակոբյանին։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցից կարճ պատասխանեք, հավատում եք, որ մինչև տարվա վերջ կունենանք խաղաղ համաձայնագիր։ Խնդրեմ։ Նկատի ունեք Ռուսաստան-Ուկրաինա ուղղությամբ։ Վստահ չեմ ամենևին, անկեղծ ասած ես կարծում եմ, որ որքանով տեսանելի է ինձ հատկապես Ռուսաստանի նպատակները դիտարկելով, իսկ դրանք արդեն բավականին բացահայտ են, այդ 28 կետանոց փաստաթուղթը, որ իրականատես եղանք, ամերիկացիներն ասացին, որ դա իրենցը չի, դա ռուսներինն է, չնայած նախապեսացվում էր ենթադրաբար, որ Վիտկոֆի հետ համաձայնեցվել էր, բայց կարծում եմ Ռուսաստանն այս պահին բովանդակային առումով առաջարկել է այն, ինչին եթե չհամաձայնվի Ուկրաինան, նրանք հասնելու են ուժով։ Ձեր կարծիքը։ Գիտեք, համաձայն եմ երևի, որովհետև կարծում եմ բավական շատ դետալներ կան դեռևս, որոնք համաձայնեցված չեն ընդհանրապես, առավելևս այն բանից հետո, երբ ըստ էության այդ փաստաթուղթը, որը կոչվում էր Տրամփի առաջարկ, 28 կետանոց եվրոպացիների հետ քննարկվեց Ժնևում եւ ուկրաինացիների հետ քննարկվեց, ըստ էության դա վերախմբագրվեց եւ այն ինֆորմացիան, որ մենք ունենք, այդ վերախմբագրումը բավականին փոխել է փաստաթղթի բովանդակությունը եւ կարծում եմ կան իսկապես բավականին սկզբունքային կետեր, որոնք տվյալ պարագայում երևի թե Ռուսաստանի համար անընդունելի կլինեն, որովհետեւ իրենք ըստ էության իրենց եթե ոչ կարմիր գծերն են գծել, որովհետեւ ամեն դեպքում այն փաստաթուղթը, որ տրվել է որպես նախագիծ, ես կարծում եմ նաեւ ունի որոշակի կարմիր գծեր։ Իմ առաջարկում եմ ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է, ինձ թվում է ավելի առարկայական կլինի մեր զրույցը դրանից հետո։ Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ դիվանագիտական ակտիվությունը նախորդ շաբաթ հասավ նոր փուլի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեռ նախընտրական քարոզարշավի շրջանում խոստանում էր վերջ տալ պատերազմին ընդամենը 24 ժամում, այժմ իրականացնում է ավելի բարդ ու բազմաշերտ նախաձեռնություններ, փորձելով իրապես շարժել խաղաղության գործընթացը։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին գնալով ավելանում են Թրամփի քայլերը։ Նախ ակտիվ շփումներ սկսվեցին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև, նախ արտաքին գերատեսչությունների, ապա նախագահների մակարդակով։ Թրամփն ու Պուտինը սկզբում հեռախոսազրույց ունեցան, իսկ օգոստոսին Ալյասկայում հանդիպեցին երկկողմ ձևաչափով։ Քննարկումների առանցքում էին զինադադարի հնարավոր մեխանիզմները, անվտանգության երաշխիքները եւ տարածքային հարցերը։ Սպիտակ տունը հանդիպումն անվանեց բաց, բայց բարդ։ Մի քանի օր անց Թրամփը Սպիտակ տանը ընդունեց նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցեցին նաև եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զելենսկին նշեց, որ գնահատում է Միացյալ Նահանգների նախագահի ջանքերը, սակայն ընդգծեց, որ Ուկրաինան չի պատրաստվում զիջել իր տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Thank you, Mr. President. Thank you very much, for hosting us. Mr. President. Առաջին հայացքից հեշտ թվացող գործընթացը սկսեց ձգձգվել։ Թրամփը նույնիսկ հանդես եկավ սպառնալից հայտարարություններով, բայց Վաշինգտոնը շարունակեց դիվանագիտական ջանքեր գործադրել։ Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները երկու կողմերի հետ ունեցան նաև պարբերաբար շփումներ։
նախորդ շաբաթ էլ Միացյալ Նահանգները Ուկրաինային ներկայացրեց պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած համապարփակ խաղաղության ծրագիր առաջարկը։ Խաղաղության ծրագրով Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն։ Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը անցնում են Ռուսաստանին եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական։ Ուկրաինան կրճատում է իր զինված ուժերի թիվը, Խերսոնում եւ Զապորոժիայում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապարազմականացված բուֆերային գոտի, դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Այսպիսով առաջարկը ենթադրում է Կիևի կողմից խոշոր զիջումներ։ Մինչ այս Զելենսկին մերժել էր Մոսկվայի նախկին պահանջները տարածքներ հանձնելու կամ զինված ուժերի քանակը նվազեցնելու վերաբերյալ, պնդելով, որ դա միայն կթուլացնի Ուկրաինան եւ այն խոցելի կդարձնի ապագայում։ Նոյեմբերի 21-ին ժողովրդին ուղղված տեսաուղերձում Զելենսկին նշեց, որ երկիրն ապրում է իր պատմության ամենադժվար պահերից մեկը։ Зараз тиск на Україну один з найважчих. Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենաուժեղն է։ Ուկրաինան կարող է հայտնվել շատ դժվար ընտրության առջև, արժանապատվության կորուստ կամ առանցքային գործընկերոջ կորստի վտանգ, կամ բարդ 28 կետ կամ բարդագույն ձմեռ։ Або складні 28 пунктів, або вкрай важка зима. Ուկրաինայի նախագահը նաև հայտարարեց, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ եւ ակնկալում է առաջիկա օրերին քննարկել ծրագիրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա ասաց, որ ցանկացած համաձայնագիր պետք է բերի արժանապատիվ խաղաղություն, որը կհարգի Կիևի ինքնիշխանությունը։ Я буду наводити аргумент, я буду Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք հաստատ շնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում։ що це Україна не хоче миру. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունեց Միացյալ Նահանգների առաջարկը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, նշելով հետևյալը. Полагаю, что и он может быть положен в основу Ես окончательного. կարծում եմ, որ դա կարող է նաև հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար, սակայն այս տեքստը մեզ հետ մանրամասն չի քննարկվել եւ կարող եմ կռահել, թե ինչու։ И могу предположить, почему. Այս ընթացքում Սպիտակ տունն էլ հերքեց այն տեղեկությունները, թե առաջարկը մշակել է Մոսկվայի հետ։ Secretary Rubio, Special Envoy Whitmer. Դեսպան Ստիվ Ուիտքոֆն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին մեկ ամսվա ընթացքում երկու կողմերի հետ էլ աշխատել են։ Նախագահը աջակցում է այս ծրագրին։ Դա լավ ծրագիր է եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Դոնալդ Թրամփը Ուկրաինային ժամանակ էր տվել մինչև նոյեմբերի 27-ը Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող խաղաղության ծրագիրն ընդունելու համար։ Մինչ այս նախագահը կոչ էր արել Ուկրաինայի նախագահին ընդունել Վաշինգտոնի մշակած պլանը։ He doesn't like it? It's unclear. He was sort of Well, he'll have to like it, and if he doesn't like it, then Զելենսկուն դուր չի գալիս այս ծրագիրը, նա ստիպված կլինի։ Իսկ եթե այն նրան դուր չի գալիս, նրանք ուղղակի պետք է շարունակեն կռվել։ Կարծում ենք մենք ունենք խաղաղության հասնելու միջոց։ Դե ինչ որ պահի նրան հարկ կլինի ինչ որ բան ընդունել։ Անցած ամիս նրանք կորցրել են 25000 զինվոր։ Մենք դեռ չենք տեսել նման բան։ Դա երկրորդ աշխարհամարտ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 28 կետանոց պլանը Ժնևում քննարկեցին նաև Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիվանագետները։ So it is in my personal view that we've had Կարծում եմ սա հավանաբար ամենաարդյունավետ եւ իմաստալից հանդիպումն էր այս ամբողջ խաղաղ կարգավորման գործընթացում։ Մենք ունենք շատ լավ աշխատանքային արդյունք, որն արդեն կառուցվել է այստեղ ներգրաված բոլոր կողմերի ներդրման հիման վրա։ Եվ մենք կարողացանք այդ կետերից մի քանիսը կետ առ կետ քննարկել եւ կարծում եմ, որ մենք լավ առաջընթաց ենք գրանցել։ Ակնհայտ է, որ սա ի վերջո պետք է ստորագրվի նախագահների կողմից։ Չնայած ես ինձ շատ վստահ եմ զգում տեղի ունեցողի վերաբերյալ, հաշվի առնելով մեր արձանագրած առաջընթացը։ Մինչ այս Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, թե որոնք են խաղաղության բանակցություններում Ուկրաինայի համար 3 կարմիր գծերը։ Չի կարող լինել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի իրավական ճանաչում, չի կարող սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի քանակը, չի կարող վետո կիրառվել ապագայում նախընտրելի դաշինք ընտրելու Ուկրաինայի իրավունքի նկատմամբ։ Ստեվանչուկի խոսքով ոչ ոք իրավունք չունի հատելու այս կարմիր գծերը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին պետք է մաս կազմի ապագա անվտանգային երաշխիքների։ Գրեթե միաժամանակ Ռուսաստանը հայտարարել է, որ գրավել է Խարկովի Կուպյանսկ քաղաքը, նաև 4 գյուղ Դոնեցկում։ Ուկրաինան հերքել է, ասելով, որ Կուպյանսկի համար մարտերը շարունակվում են։ Արդյոք ռազմական գործողությունների ֆոնին արվող այս քայլերը կհանգեցնեն պատերազմի լիակատար ավարտին։ Դեռևս բաց հարց է, եւ աշխարհը շարունակում է սպասել առաջընթացի։ Այնուամենայնիվ, եթե հանգուցալուծվի, արդյոք
ճիշտ կլինի ասել, որ դա, այսպես ասած, Տրամպի շնորհքն է։ Դժվար եմ պատկերացնում, կարծեք թե այն փաստը, որ Տրամպը իրավիճակ է փոխել իշխանության գալով, ակնհայտ է, առնվազն սկսել է ուղիղ խոսել Ռուսաստանի գործող քաղաքական ղեկավարության հետ։ Գիտենք, որ նախորդ վարչակազմը Միացյալ Նահանգների հայտարարել էր, որ Պուտինը մարդասպան է եւ նրա հետ խոսելու բան չկա, ինչը Տրամպը փոխեց էապես։ Ժամանակն էլ փոխվեց, դիրքերում էլ վիճակ փոխվեց։ Դե դիրքերում վիճակը փոխվել է, նաև պայմանավորված էր արևմուտքի ներգրավվածության չափով թերևս ինչ որ առումով։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց շատերից եմ լսում, որ օդային գերակայության խնդիրն է առավել կարևորը եղել եւ կարծես թե այս փուլում ուժերի հարաբերակցությունը որոշակիորեն փոխվում է, բայց մի բան, որ պետք է հստակեցնենք, դա այն է, որ այս մաշեցնող պատերազմը եւ ի սկզբանե մենք գիտեինք, որ սա մաշեցնող պատերազմ է, ինչ որ իմաստով մոտենում է գոնե կանգառի, ենթադրում եմ, ինչ էլ որ լինի այն փաստաթղթերը, որ մենք տեսել ենք, կարծում եմ, որ դեռևս կողմերի համար ընդունելի չեն, չնայած նրան, որ Ժնևում կայացած հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ այսքան մոտ երբեք չեն եղել եւ այս 10 ամիսների ընթացքում սա ամենաակտիվ քննարկումն է եղել։ Հիմա ես չեմ ուզի որևէ մեկին վերագրել հաջողության հնարավորությունը, որտեղ այդ հաջողությունն էլ շատ հարաբերական է։ Ես խիստ կասկածում եմ, որ նույնիսկ այս պայմաններում, եթե անգամ Ուկրաինային պարտադրվի խաղաղություն, իսկ այն թուղթը, որ սկզբում տեսանք, ավելի նման էր կապիտուլյացիայի, դա դադարեցնելու է պատերազմը եւ վերջնականապես կանգ է առնելու ռազմական էսկալացիան։ Նու ինչպես նաեւ պարոն Հակոբյանը նշեց, եվրոպացիների մոտեցումներն էլ թերևս այս կամ այն կապով չափով պիտի ազդեցություն ունենան, ուստի առավելապես պետք է սպասել տեսնել, թե այն նորացված առաջարկների փաթեթը, որը որ պիտի հրապարակվի, ինչ է ենթադրելու։ Վիգեն, Տրամպին պետք է շնորհակալություն ասեն կողմերը, եթե հաջողվի ինչ-որ լուծման գտնել։ Պարզ է, եթե հաջողվի, այո, շնորհակալություն ինձ թվում է կհայտնեն, առավելևս որ կողմերը համենայն դեպս այդ դիվանագիտական ժեստերը անում են, այսինքն թե ուկրաինացիները, թե Ռուսաստանը եւ թե նույնիսկ այսպես այստեղ չորրորդ կողմ դառնալու ձգտումներ ունեցող Եվրոպական միության բոլոր գրեթե կարևոր դեմքերը իրենք այդ շնորհակալությունը ի սկզբանե հայտնում են որպես միջնորդ։ Վաստակած կլինի է։ Ես կարծում եմ այո, որովհետև գիտեք, այստեղ նրբությունը նրանում է, որ այստեղ միջնորդն էլ է, միջնորդը Տրամպը որպես միջնորդ շատ շահագրգիռ է, որպեսզի արդյունք ունենա։ Ինքը այսպես ասենք իր մոտիվացիան ունի այս առումով, այսինքն այդ իսկ պատճառով գիտեք, որ դեռևս նախընտրական իր խոստումն է եղել, հիշում եք, մեկ օրում կանեմ, հետո եւ այլ, այսինքն դա պարզ է, որ նախընտրական, այսպես ասենք, քարոզչական հնարք էր հիմնականում Տրամպի ոճով, այսօրվա քաղաքական բանի ոճով, բայց ամեն դեպքում բնականաբար, եթե ինչ-որ մի բան ստացվի, ես իհարկե մի քիչ ավելի գուցե թերահավատեմ, որ սա կլինի խաղաղության պայմանագիր, սա ավելի շուտ կլինի ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ, բայց ավելին քան հրադադար։ Գուցե ավելին քան հրադադար, որովհետև ուժերի բալանսը այնուամենայնիվ այնպեսի չի, որպեսի կողմերը ձգտեն անպայման խախտել այդ հրադադարը, այսպես եմ ես կարծում, այսինքն այդ բալանսը ուժերի, իհարկե տպավորությունը այնպեսին է, որ Ռուսաստանը ամեն դեպքում ստրատեգիական տպավորություն չէ, դա իրականություն է, ստրատեգիական առավելություն ունի ռազմաճակատում տվյալ պարագայում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ հիմա երկու կողմերն էլ եկել են մի հանգրվանի, երբ ինչ որ դադար պետք է լինի եւ ավելի շատ փորձեն դիվանագիտական ինչ որ եղանակով հարցեր լուծել։ Ընդհանրապես այս գործընթացը մի քիչ տարօրինակ գործընթաց է, որովհետեւ եթե նկատել եք, բավականին շատ է լրատվական արտահոսքերը։ Այստեղ ըստ էության ամեն ինչ լրատվական արտահոսքի մեխանիզմով է, օրական 2-3 արտահոսք է լինում, վառացիորեն այս րոպեներին էլ ես վստահ եմ, արձագանքը ստուգելու նպատակով, արձագանքն է ստուգվում, հա, հերկվում է, չի հերկվում, բան անում եւ այլն, այսինքն նոր դիվանագիտական, այսպես ասենք, կուլտուրայի, մենք ականատես ենք։ Տեղին է խոսել ամերիկյան ու եվրոպական պլանների մասին։ Դրանց տարբերության մասին կարող ենք խոսել, ընդ որում եվրոպականը ընդհանրացնելը շատ դժվար է, Եվրամիության առանձին խաղացողներ դիրքորոշումների տարբերություն ունեն, հիմնական առանցքային խաղացողները, եւ եթե Մեծ Բրիտանիային հանում ենք Եվրոպականից, Եվրամիությունից, ապա իրավիճակը փոխվում է։ Ես կարծում եմ, որ այո, էական տարբերություններ կան, Ֆրանսիան եւ Գերմանիան որպես առանցքային խաղացողներ
ի աջակցություն Ուկրաինայի հանդես եկողներ, որոնք այս Տրամպյան գործընթացից կարելի ասել հենց սկզբից ասում էին, որ մենք չենք վստահում Պուտինին, ինչ էլ որ ասի, մենք գիտենք, որ այլ բան է լինելու, խոստումներ են լինում, գիտեք, ինքնաթիռների վերաբերյալ, չգիտենք մինչև 30 քանի թվականը ինչքան կլինի, բայց խնդիրն այստեղ հետևյալն է. սա նաև էապես ազդեցություն ունի Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի վրա։ Եվ այն արտահոսքերը, որի մասին խոսեց պարոն Հակոբյանը, նաև ուղիղ կապ ունեն Զելենսկու դիրքերը թույլատնելու հետ։ Տեսակ այդ կոռուպցիոն սկանդալը, որը կարծում եմ, որ հենց նոր չիմացան, եւ ժամանակային իմաստով հրապարակեցին, եւ շատ ցավում եմ այս մեծ խաղում տեղի ունեցող այսպես ասած կորուստների մասով, բայց ես հիմա որևէ կողմի դիրքորոշման Ես մեր շահերից պետք է, դիտարկենք։ Մեզ համար ավելի շահեկան է, որ եվրոպական պլանը իրականացվի, թե ամերիկյան։ Նախ եվրոպական ու ամերիկյան պլանների տարբերությունները երկար կարելի է խոսել, բայց ես ասեմ այսպես, մեզ շատ վատ բան եմ ասելու։ Մեզ ձեռնտու է, որ այս պատերազմը հենց այսօր կանգ առնի, թե ոչ։ Ես այս հարցադրումը կանեի։ Պատասխանեք խնդրեմ։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում հումանիտար բարոյական եւ հումանիտար տեսանկյունից հենց 3 թող կանգ առներ, բայց աշխարհակաղակական խաղացողների եւ մեր ռեգիոնալ աշխարհակաղակականության տեսանկյունից ինչ խոսք մտահոգություններ կան առայն, որ այս պատերազմը, որն արդեն իսկ 4 տարի տարբեր դիրքավորումների է բերել, հենց նաև մեր տարածաշրջանը եւ փոխատեղումներ է բերել, կարող է հակառակ ընթացք ստանալ։ Այս տեսանկյունից կարող ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե օրինակ պատերազմը կամ ակտիվ գործողությունները կանգ առնեն։ Մենք անպայման կքննարկենք նաև այդ թեման։ Եվրոպացիների թե ամերիկացիների պլանն է մեր շահերից ավելի շատ բխում կամ հակասում։ Գիտեք, այստեղ խնդիրը նրանում է, որ դեռևս նույն եվրոպացիների պլանը ինքը ըստ էության որոշակի էլեմենտներ մտցվել են արդեն վերախմբագրված ամերիկացիների պլանի մեջ։ Այսինքն հիմա խոսքը գնում է նրա մասին, որ Ուկրաինան եւ Եվրոպան ընդունել են ամերիկացիների նոր պլանը, այսինքն Շվեյցարիայի բանակցությունների արդյունքում այդ 28 կետանոց պլանը ամենայն դեպս սկզբնական փուլում ասեցին, որ մնացել է 19 կետ, հիմա ոնց որ թե 24 կետ է, այսինքն հիմա արդեն գոյություն ունի ամերիկացիների նոր պլանը։ Այսինքն ամերիկացիները համաձայնվում են եվրոպացիների տարբերակի հետ, ճիշտ է մեզ հասկանում թե չէ։ Այսինքն ամերիկացիները ոչ թե իրենք համաձայնվում են, այլ վերախմբագրում են հաշվի առնելով եվրոպացիների եւ կարծում եմ նաեւ ուկրաինացիների։ Դե մնում է ռուսների կարծիքն էլ հարցն է։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ դեռ գլխավոր հարցը չի լուծվել, որովհետեւ առանց ռուսների հետ համաձայնեցնելու մենք որևէ պլանի հաջողության մասին չենք կարող։ Դե Էմիրություններում այդ խմորումները շարունակվում են։ Էմիրություններում, այո, Աբու Դաբիում կարծես թե այդ հանդիպումները տեղի են ունենում, դա ավելի գաղտնի ռեժիմով է տեղի ունենում, թեպետ արտահոսքեր այնտեղից էլ կարծես թե գալիս են, հենց բուն այդ հանդիպումների մասին ինֆորմացիան արտահոսքի տեսքով է եկել առհասարակ։ Ընդ որում Ռուսաստանը գրեթե բոլոր արտահոսքերի մասին որևէ մեկնաբանություն փաստացի չի տալիս առհասարակ, այդ թվում նաև բառացիորեն մի քանի օր առաջ, կամ վերջերս նոր արտահոսք եղավ, որ Ուիտկոֆի զրույցը, հեռախոսազրույցը Ուշակովի հետ, այսինքն դրա մասին էլ արտահոսք եղավ, Bloomberg-ներ, եթե չեմ սխալվում, տվեց այդ արտահոսքը, բավականին լուրջ եւ լուրջ լրատվամիջոց է, այսպես ասենք, առնվազն, սա նշանակում է, որ կա հիմքեր այդ արտահոսքի վերաբերյալ, այդտեղ ըստ էության մեխանիզմներ բացվում, թե այդ պլանը, որը կոչվում է, ասենք, Տրամպի պլան կամ ամերիկացիների պլան, ինչպես է ծնվել, կամ մեխանիզմը ինչպես է դա ստեղծվել եւ, այսպես ասենք, դարձել այն 28 կետը, որը որ ներկայացվել է հիմա հանրությանը այս առումով։ Այնպես որ եթե դուք հարցը դնում եք այնպես եվրոպացիներին է պլանն է մեզ ձեռնտու թե ամերիկացիների, ես կարծում եմ դեռևս դրա մասին շատ շուտ է խոսել, որովհետև առնվազն ես կարծում եմ այլևս եվրոպացիների պլան հասկացողությունը ակտուալ չէ։ Կա ամերիկացիների վերախմբագրված պլան։ Եվ Աստված գիտի ով է իրականում գրել այդ պլանը, որովհետև տեղեկություններ կային այն մասին, որ դա իրականում Մոսկվայում ձևավորված սկզբունքներ են։ Հենց 28 կետի մասին էր։ Այո, եւ 28 կետը եւ 19 կետը իրականում Ուկրաինայի արչեւ պայմանների ցուցակ է։ Այսինքն կարելի է ընդհանրել, որ Մոսկվան այսպես թե այնպես հաղթող է դուրս գալիս եւ Պուտինը հասնում է իր ուզածին, համենայն դեպս իր ուզածի մի մասին։ Կարելի է վերահաստատել այն, որ սա Մոսկվայի կողմից առաջադրված կապիտուլյացիոն պլան է, որի հետ կապված նախորդ շաբաթ
պետքարտուղարը ստիպված էր կոնգրեսում հայտարարել, որ դա իրենց առաջարկները չեն, դա ռուսական առաջարկներ են, հա, առաջին անգամ մենք իմացանք պաշտոնապես, որ դա այդպես է։ Հետո տեսանք, որ այդ 28-ը 26 դառավ, հիմա 19, 24։ Գիտեք, դիվանագիտության մեջ երբ որ պլանը չգիտեմ, տասնյակներով է, այդտեղ շատ դժվար է պատկերացնել, որ իրական առաջընթաց կարող է լինել։ Ես կրկնում եմ, ես կարծում եմ, որ սա այո, Ռուսաստանի կողմից առաջ քաշված վերջնականացման իրենց ծրագիրն է, որը եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, իրենք շարունակելու են ռազմականով, սա են անելու եւ իմ համոզմամբ շարունակվելու է դեռևս այս, որտեղ դժվար են պատկերացնում, թե համաձայնի ուկրաինական կողմը, եվրոպացիները եւ անգամ դրա ճնշման տակ ամերիկացիները, որտեղ ամերիկացիները հիմա խաղում են մի քանի դաշտում։ Իրենք ռուսների հետ առանձին են խոսում, հետո եվրոպացիների առարկությունները եւ ուկրաինացիների առարկություններն օգտագործելով բանակցային դիրքերում են հայտնվում այլ տրամաբանությամբ։ Այստեղ հարցն այն է եւ համարվստահ եմ, որ որևէ քաղաքական իշխանություն Ուկրաինայում դժվար թե ուզենա այսպիսի փաստաթուղթ ստորագրել, ուրեմն եթե դա պարտադրանքով պիտի լինի սա մի տրամաբանություն է, որը նույնպես տեսել ենք, եթե ոչ, ապա պատերազմի շարունակականությունը կարող է էական ազդել նրա վրա, թե ինչպես Ռուսաստանը պարոն Հակոբյան նշած ռազմավարական իր այս դիրքից առաջ գնալ, տեսնում ենք, թե աշխարհագրորեն ուր են, տեսել ենք, թե ինչ են առաջարկել, այսինքն Դոնբասից դուրս գալ, ենթադրել է պետք, որ իրենք դեպի Զապորոժիե եւ Խարկով նույնպես պիտի շարունակեն հարձակումները, բայց ռազմական գործողությունները մի կողմ դնելով, կրկնեմ, ես չեմ պատկերացնում, թե որևէ Ուկրաինայի իշխանություն նախնական փաստաթղթի տակ ստորագրելու հնարավորություն կունենա, եթե նույնիսկ ցանկանա։ Իսկ հակառակը, եթե չցանկանաս, բայց ստորագրի։ Դե պիտի խաղան, խաղը բարդ է, բայց բաց է շատ ավելի, հա, այսինքն մի պահ կար, երբ հիշում եք 22 թվականին, երբ այս ագրեսիան սկսվեց, ուկրաինական կողմը փաստացի Զելենսկին տարբեր երկրներում, տարբեր արևմտյան խաղացողների մոտ ներքաղաքական ազդեցություն ուներ։ Հա, այսինքն ինքը կարող էր հայտարարություն անել եւ իշխանություն փոխվեր։ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, հա, տարբեր այլ Հիմա շատ հակառակն է տեղի ունենում։ Հիմա արդյոք այդ գործիքակազմն ունի Ուկրաինան, արդյոք լսելի է այդքան ձայնը։ Հաշվի առնելով Վաշինգտոնի ներկայիս ադմինիստրացիան ավելի դժվար եմ պատկերացնում։ Վիգեն, Պուտինի, այսպես ասած, սրտով է այնինչ տեղի է ունենում վերջի օրերին։ Գիտեք, ես կարծում եմ համենայն դեպս այն վերախմբագրված տարբերակը, որի մասին խոսվում է, եւ եթե ճիշտ է այն արտահոսքերը, թե այնտեղ ըստ էության ինչ կետեր են բացառվել են 28 կետանոց փաստաթղթից, ինչ է ավելացվել, ապա ես կարծում եմ այնտեղ կան բավականին սկզբունքային կետեր, որոնք ընդունելի չեն կարող լինել ապրիորի նույնիսկ, որովհետև համենայն դեպս խոսքը գնում է նրա մասին, որ չեն կարող լինել Կիևի համար, չեն կարող լինել Ռուսաստանի համար ընդունելի, որովհետև եթե վերախմբագրված նյութում, այսպես ասենք, նախագծում չկա տարածքների հարցը, այսինքն Դոնբասի եւ Լուգանսկի վերաբերյալ այդ հարցը եւ Զաշտո Բարոլիս, ըստ էության, այո, ես իմ տպավորությամբ դա ամենասկզբունքային հարցն է Ռուսաստանի համար, որովհետեւ դա ամենայն դեպս որոշակի արդյունք է, որը կարող է ներկայացնել նաեւ ներքին լսարանին առնվազն ես չեմ կարծում, որ օրինակ այն կետը, որ 600,000 լինի բանակը, թե 800,000 դա շատ սկզբունքային հարց կարող է լինել օրինակ ռուսների համար, բայց ես կարծում եմ բնականաբար ամենասկզբունքային հարցը դա տարածքների հարցն է եւ բնականաբար ավելի հստակ պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամագրվելու հարցը, հնարավորության հարցը, գիտեք, որ այն փաստաթուղթը, որ սկզբնական էր, ամերիկյան փաստաթուղթ կոչվածը 28 կետանոց, այնտեղ ըստ էության բացառվում էր ՆԱՏՕ Ուկրաինայի սահմանադրորեն, այո, մտնել է։ Հիմա ըստ էության նման սահմանափակում չի նախատեսվում։ Ես կարծում եմ սրա շուրջ բավականին լուրջ խոսակցություն դեռ գնալու է, առավելևս որ Զելենսկին հայտարարել է, որ տարածքների շուրջ հարցը ինքը ուզում է անձամբ քննարկել Տրամփի հետ։ Բայց ես կարծում եմ, որ մինչև որ ամերիկա-ռուսական այսպես ասենք բանակցությունները տեղի չունենան, այս նոր վերախմբագրվածը չհամաձայնեցնեն իրար հետ, չեմ կարծում, որ Տրամփը իմաստ կտեսնի, որպեսզի Զելենսկիի հետ, ասենք, որևէ բանի մասին խոսել, որովհետև ըստ էության դա կլինի վաղաժամ ինչ-որ մի անիմաստ գործողություն, որը համաձայնեցված չի։ Հիմա այս առաջարկում եմ ծանոթանան, վերհիշենք, թե ինչ են ասում մեր այս թեմայի շուրջ համաշխարհային առաջնորդներից մի քանիսն։ Նման բարդ եւ մահաբեր պատերազմի ավարտը պահանջում է լուրջ եւ իրատեսական գաղափարների քննարկում։
երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվարին, բայց անհրաժեշտ զիջումների։ Մենք կշարունակենք մշակել այս պատերազմն ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ, հիմնվելով հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա։ Մենք դեռ որևէ ծրագիր չենք տեսել, մենք կարդացել ենք Ժնևում տեղի ունեցած քննարկումների հայտարարությունները, բայց դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր բոլոր գործընկերների առաջարկները եւ ակնկալում ենք, որ նրանք նույն մոտեցումը կցուցաբերեն Ուկրաինայի դիրքորոշման հանդեպ։ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար խաղաղության ցանկացած ծրագրի, եթե այն երկարատև եւ արդար խաղաղություն բերի, եթե այն ներառում է Ուկրաինան եւ Եվրամիությունը։ Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի եւ եվրոպացիների մասնակցությամբ։ Սպիտակ տան կողմից ներկայացված խաղաղության ծրագրի հարցում Բերլինի մոտեցումները նույնական են Եվրամիության դիրքորոշումներին։ Թրամփի վարչակազմի կողմից մշակված 28 կետանոց ծրագրում զետեղված հարցերի մեծ մասը պետք է քննարկվի Կիևի եւ Մոսկվայի միջև։ Մեր ցանկությունն է, որ այդ դրույթները Ուկրաինան քննարկի ուժի դիրքերից։ Անխուսափելի հարց, եթե ոչ, ապա Եթե ոչ պայմանագիր, եթե ոչ դիվանագիտական, եթե ոչ խաղաղություն, հա, պատերազմի շարունակություն։ Ինչ տեսք կունենա, ինչ կփոխվի ռազմի դաշտում։ Դժվար է ասել, կախված կլինի նրանից, թե որքան արագ կողմերը կկարողանան կիրառել այն զինատեսակները, որոնք նորացված օգտագործում են։ Մենք տեսնում ենք, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում դրոնային հարձակումների քանակը տասնյակ անգամներով ավելացել է։ Սեպտեմբեր ամսին շաբաթներ կային, երբ հազարներով էին դրոններ գնում երկու կողմից, սա նաև իհարկե կախված կլինի, թե Արևմուտքը, իսկ մասնավորապես Միացյալ Նահանգները որքանով կշարունակեն աջակցել Ուկրաինային եւ ռազմական եւ քաղաքական իմաստով։ Մենք տեսել ենք, որ Թրամփի իշխանության գալուց հետո գոնե ուղիղ կերպով ամերիկյան աջակցությունը էապես նվազել է։ Տարբերակներից մեկը, որ Թրամփն ընտրել էր եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով իր զենքը տեղափոխելն էր, իսկ եվրոպացիներն առանձին չգիտեմ, թե որքանով կկարողանան, եթե ամերիկյան աջակցությունը չլինի, սատար կանգնել Ուկրաինային, բայց կրկնեմ, օդային գերակայությունը լինելու է առանցքային խնդիր, որը խնդիր է եղել նաև ընդհանուր առմամբ վերջին 2 տարվա ընթացքում, երևի թե ոչ 3։ Վիգեն, ինչ զարգացումներ սպասենք դաշտի վրա, հողի վրա, եթե չստացվի։ Գիտեք, ինչպես պարոն Խարատյանը ասեց, ընդհանուր առմամբ պատերազմի մեթոդոլոգիան, պատերազմի որակը փոխվել է, այսպես ասենք, ձևը, այսինքն եթե հիշում եք 22 թվականի փետրվարին, երբ սկսվեց այս պատերազմը, այն ժամանակ այլ տեխնիկա էր, այլ զինատեսակներ էր օգտագործում, նրանք էին ավելի դոմինանտ, հիմա արդեն իսկապես դրոնային պատերազմ է, այսինքն 21-րդ դարի ինչ-որ նոր ոճի պատերազմ է, որին ցավոք սրտի մենք էլ ենք ականատես եղել մեր պատերազմների ժամանակ։ Ամեն դեպքում ես կարծում եմ բնականաբար, եթե չկարողանան ստորագրեն որևէ փաստաթուղթ, կոչվի դա խաղաղության փաստաթուղթ, թե հրադադարի մասին փաստաթուղթ, դրա այլընտրանքը միակը պատերազմն է։ Հավանաբար դա արդեն ուրիշ պատերազմ է լինելու։ Ես չեմ կարծում, որ դա ուրիշ պատերազմ է լինելու, դա լինելու է նույն ձևի պատերազմ, այսինքն Ռուսաստանը պատերազմի սկզբից որոշ ժամանակ հետո ես կարծում եմ իրենք մարտավարությունը փոխեցին, իրենք գնացին մաշեցնելու տակտիկայով, այսպես ասեն, փորձելով ռեսուրսային պատերազմ վարել այս առումով։ Իրոք ամեն ինչ շատ կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները ինչ մարտավարություն կընտրեն, այսինքն զինատեսակների առումով, հետախուզական տվյալների փոխանցման առումով եւ այլն, այսինքն այդ թվում նաեւ դիվանագիտական ինչ չափի աջակցություն կցուցաբերեն։ Բայց ես նաեւ համոզված եմ, որ եթե նույնիսկ հիմա ոչինչ չստորագրվի էլ, միևնույն է Թրամփը, այսպես ասենք, փորձելու է շարունակել իր ջանքերը իր ցանկալի արդյունքը ստանալու համար, իր ցանկալի արդյունքը, գիտեք, այստեղ այսպեսի բան է, ոչ թե խնդիրը արդար, ինչ որ մի փաստաթուղթ ստորագրելն է, այլ շատ հնարավորինս արագ որևէ արդյունքի հասնել։ Ինչ արդարության մասին խոսքանաց։ Դե արդար բառը ուղղակի ես հիմա։ Լավ, եկեք լավատես լինենք եւ հուսանք, որ խաղաղություն կհաստատվի, ինչ դա կփոխի մեր տարածաշրջանում, երբ Ռուսաստանի ձեռքերը, այսպես ասած, ազատված կլինեն։ Սա տևական ժամանակ առավել քննարկվող թեմաներից է, ընդ որում ոչ միայն մեր հարավկովկասյան, այլև կենտրոնական Ասիայի եւ անմիջական հարևանությամբ այլ երկրների պարագայում եւս։ Ես այդպես ապոկալիպտիկ սցենարներ չեմ տեսնում։
ես չեմ կարծում, որ այ հենց ուկրաինական պատերազմը վերջացավ, Ռուսաստանը գալու է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում բացառապես նեգատիվ դերակատարություն ունենա, որովհետև կարծում եմ, որ այնինչ տեղի է ունենում հիմա Հայաստան-Ադրբեջան հարթությունում ամերիկյան միջնորդությամբ, Ռուսաստանի հետ լավ էլ համաձայնեցված է։ Ավելին ասեմ, դրա վկայությունն է ավելին ասեմ, հենց մեր տեսածով վերջերս, երբ Ադրբեջանը տարածք էր բացում, որ հացահատիկ գա Ղազախստանից, Ռուսաստանը պակաս օգտվողը չէր դրանից։ Շարունակելով ասենք նաև, որ պետք է ենթադրել, որ ժամանակին, երբ դեռևս օգոստոսի 8-ը բանակցվում էր փակ դռների ետևում, հենց այդ նույն Վիտկոֆը, երբ Մոսկվա էր գնում Ալյասկան կազմակերպելիս, կարծես թե խոսել էր նաև այս մասին։ Չմոռանանք նաև, որ Փաշինյանը վերադարձից հետո առաջինը հենց Պուտինի հետ խոսակցություն ունեցավ, ուրեմն եւ տեսնենք, որ բավական մեղմ է Ռուսաստանի դիրքորոշումը կամ մոտեցումները։ Առնվազն առերևույթ։ Չգիտենք, թե ինչ սցենարներ կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ ես կրկնեմ, չեմ կարծում, թե այսպես ամբողջապես մենք թողնված ենք իրենց դիրքից եւ այդպես հենց որ ձեռներն ազատվեցին, պիտի սկսեն ագրեսիվորեն խառնվել գործընթացների։ Ոչ, ես կարծում եմ նույնիսկ շատ նման է իրավիճակը նրան այս փուլում գոնե եւ ուկրաինական պատերազմի արկայության պայմաններում այդ Լեոպոլդ կատվի նման եկեք համերաշխապրենք, մոտավորապես սա ենք մենք տեսնում։ Դե բայց ռեսուրսները կավելանան, ավելի ուշադրություն դարձնելու հնարավորություն կունենան այնուամենայնիվ։ Հիմա շատ է չէ քննարկվում այն, որ օրինակ Ադրբեջանը շատ հետաքրքրված է առաջընթաց ունենալ հենց այն պատճառով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում։ Այդ դեպքում ինչի է սաբոտաժանում Հայաստան-Թուրքիա կարգավորմանը։ Բան չեր անի, կթողներ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվեր, ռուսական ռազմաբազայի հետ ընթացը կսկսեր։ Ինչի չի անում։ Հա, ինչի չի անում։ Գիտեք, ես նախև առաջ չեմ կարծում, ես համենայնդեպս երբեք չեմ կիսել այն կարծիքը, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը այնքան ռեսուրս չուներ, որպեսզի զբաղվեր տարածաշրջանով, որովհետև մի երկիր, որը որ ակնհայտորեն հավակնություններ ունի դառնալ կամ վերադառնալ գերտերության կարգավիճակին, ինքը ըստ էության չի կարող զուտ մեկ թեմայով զբաղվել, թեկուզ բայց զիջես չէ Տրամպը ի վերջո այդ։ Գիտեք, ընդհանուր առմամբ այն ինչ որ իրենք չարեցին։ Եթե հիշում եք, Տրամպը մի քանի անգամ հայտարարել է, որ Պուտինն է իրեն խնդրել, որպեսզի ինքը միջամտի հայ-ռուսական Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կարգավորելու գործում։ Անձամբ Տրամպն է դրա մասին մի քանի անգամ հայտարարել։ Այսինքն խոսքը գնում է, ես այստեղ այսպես ասենք երկրորդում եմ պարոն Խարատյանին, Ուիտկոֆի այցը անկորիջից առաջ, որը որ տեղի ունեցավ նաև Ադրբեջաներ, այցեր տեղի ունեցել, ես կարծում եմ այնտեղ բավականին լայն սպեկտրով հարցեր են լուծվել։ Այսինքն ընդ որում ոչ միայն Կովկասի հետ կապված հարցեր, այլ նաև Մերձավոր Արևելքի հետ կապված Սիրիա, Կենտրոնական Ասիա, ես կարծում եմ ընդհանրապես անկորիջում խոսել են ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորելու մասին եւ բնականաբար ուկրաինական кейսով են զբաղվել, այլ նաեւ այդ ամեն ինչը դիտարկել են ընդհանուր կոնտեքստի մեջ, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանի հետ կապված։ Այս առումով, գիտեք, ես այն կարծիքին եմ, որ եթե իսկապես ամեն ինչ խաղաղություն լինի ռուս-ուկրաինական հարաբերություններում եւ այլ, նախ եւ առաջ չեմ կարծում, որ միանգամից շատ մեծ փոփոխություններ են լինելու քաղաքական առումով ռեգիոնալ քաղաքականության մեջ նույն Ռուսաստանի, որովհետև այնուամենայնիվ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի մեջ մտնելուց բնականաբար տարիներ շարունակ պատրաստում էր նոր մարտավարություն, նաև իր, այսպես ասենք, լոգիստիկ հարցերը լուծելու համար, այսինքն լիակատար բլոկադայում չմնալու առումով։ Այս առումով ես կարծում եմ հետագայում էլ օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Թուրքիայի շահերը հաշվի առնելը մնալու են Ռուսաստանի քաղաքական, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ քաղաքական բանի մեջ, կոնտեքստի մեջ։ Լոգիստիկայի մասին խոսեցինք, կուզեմ շարունակել այդ թեման մեր շահերից ելնելով, հա, ու առնվազն եթե հրադադարի մասին խոսել կարող ենք, ապա արդյոք հրադադարը հնարավորություն կտա վերագործարկելու այն լոգիստիկ ուղիները, որոնք անցնում էին Ուկրաինայով, դե արդեն խոսվում է Ուկրաինայից հացահատիկ գնելու մասին ծովով, մեզ համար դա ինչ հեռանկարներ կբացի։ Ուկրաինային ցավոք այս ձմեռ սպասվում է 92-ի ձմեռը Հայաստանում, որտեղ ենթակառուցվածքների տեսանկյունից հսկայական կորուստներ ունեն ցավոք,
եւ իսկապես հումանիտար աղետի առաջ կարող են կանգնել, հատկապես եթե ծրտաշունչ ձմեռ լինի, հաշվի առնելով էլեկտրաէներգիայից մինչև մնացած ենթակառուցվածքներ շատ բարդ է լինելու։ Անգամ եթե վաղը կանգ առնի այս պատերազմը, հետ պատերազմական կամ հետ կոնֆլիկտային վերակառուցումը տևական ժամանակ է տևելու եւ ես Ուկրաինան չեմ դիտարկում որպես այն հիմնական հաբը մոտ ապագայում, որ եթե նույնիսկ վերագործարկվի Ռուսաստան Եվրոպա կապը, հա, գազամուղեր, նավթատարեր։ Այն հիմնական լոգիստիկ ենթակառուցվածքները, որոնք հիմա քննարկման առարկան են, դա Կենտրոնական Ասիա, Կասպիացով, Ադրբեջան, Հայաստան եւ դեպի Արևմուտքն է, եւ սա առավել ակտիվ խոսակցությունն է, որին մենք ականատես ենք լինում։ Հիմա այս տեսանկյունից խոսքը վերաբերում է նրան, որ բնականաբար ամերիկացիներն ու եվրոպացիները կարծես թե համատեղ հետաքրքրություն ունեն, որպեսզի սա արագ գործարկվի, սա էլ շատ արագ հնարավոր չի լինելու, չէ՞, ի վերջո ֆիզիկական ենթակառուցվածքների մասին է խոսքը եւ աշխարհակահաղականության կամ խոշոր խաղացողների հետաքրքրությունների բախման պարագայում կարող են որոշ բարդություններ առաջանալ, բայց կարծես թե հիմա պատուհան կա այս ուղղությամբ ակտիվ աշխատանք անելու առանց էական շահերի ոտնահարման։ Իսկ կրկնեմ, ուկրաինական ուղղությամբ ցավոք կարծում եմ, որ շատ արագ որևէ բանի վերագործարկում դժվար է լինելու։ Վիգեն, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այսպես խանդի տեսարան կազմակերպեց, երբ տեղեկատվական արտահոսքեր եղան այն մասին, որ Ուկրաինայից հնարավոր է հացահատիկ գնենք։ Հիմա եթե խաղաղություն հաստատվի, այդ դեպքում այլևս այդ խանդը չի լինի։ Գիտեք, ես չեմ կարծում, որ համենայն դեպս խանդի դրսևորումը այն թեման, որը որ բարձրացվեց, ինքը գլխավորն էր այդտեղ։ Ես կարծում եմ այդտեղ ավելի շուտ առիթը ամենայնպես հացահատիկն էր։ Առիթն էր հացահատիկը, բայց ես կարծում եմ այլ թեմաներ կային, ավելի կարևոր թեմաներ, որոնց մասին ակնարկվում էր այս թեմայը, որովհետև ընդհանրապես դա այնքան էլ սովորական երևույթ չի, որ ասենք արտաքին հետախուզության ասենք ծառայությունը որևէ հայտարարությամբ է հանդես գալի կամ պրես ռելիզով է հանդես գալիս բուլվարային տեսքով, հա։ Այն էլ հա, այսպես ասենք լրագրողական ավելի շատ տեսքով, այդ բուլվարային նույնիսկ չասեմ, բայց այսպես բան է ֆելետոնային էր ինչ որ չափով այդ ամեն ինչը էպիստոլյար ժանր։ Այո, էպիստոլյար ժանրի մեջ է, դա ես կարծում եմ նույն SVR-ի պրակտիկայում դա բացառիկ այն բաներից էր, դեպքերից էր։ Ես կարծում եմ այլ բան էին հասկացնում համենայն դեպս ավելի գլոբալ առումով Հայաստանի իշխանություններին, այս առումով այստեղ խնդիրը երևի թե ուկրաինական ցորենը չէր տվյալ պարագայում, որքան հենց փաստը, որ ըստ էության Հայաստանը իրենց կարծիքով համենայն դեպս որոշակի ասենց վեկտորի շեղում է անում ընդհանուր պայմանավորված կարծում եմ գծից ընդհանուր առմամբ։ Այստեղ ես սա եմ տեսնում։ Ես վերադառնալով մեր նախորդ բանին հարցին, գիտեք, ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեզ համար դա նաև կարող է հնարավորություն ստեղծել, եթե ասենք խաղաղություն է Ուկրաինայում ձևավորվում, խաղաղություն ռուս-ուկրաինական եւ այլն, այսինքն այս кейսը փակվում է եւ մենք արդեն կարող ենք թերևս բավականին լուրջ եւ վստահությամբ ասել, որ ռուսները եւ ամերիկացիները նաև համագործակցելու են այստեղ, այսինքն այդ տրիպը, որի մասին մենք խոսում ենք, չեմ կարծում, որ տեղի է ունենալու, եթե իրագործվել իմպլեմենտացիա է լինելու դրա, առանց ռուսների է լինելու։ Մենք դեռ չգիտենք ինչ է նշանակում, ասենք, կոնսորցիում, որը որ պետք է կառավարի դա, եւ կոնսորցիումում արդյոք կան սահմանափակումներ այս կամ այն կողմի մասնակցության այս առումով։ Եվ տվյալ պարագայում, եթե այսպես ասենք աշխարհը գոնե մի պահ սև սպիտակից շեղվում է, դառնում է ավելի գորշ զոնայում գոնե, այսպես ասեմ, ես կարծում եմ նաև Հայաստանը հնարավորություն է ստանում ավելի ոչ թե ընտրություն անել բևեռների միջև, այլ ես կարծում եմ արդեն մանևրելու եւ բավականին ճկուն քաղաքականություն վարելու հնարավորություն է ստեղծել։ Տեսեք, այս ֆոնին լոգիստիկայի առումով այս խմորումների ֆոնին ակտիվանում են Կիևում ներքաղաքական process-ները, Պորոշենկոն, Տիմոշենկոին միավորվելու առաջարկ է, ուղղել ակտիվանում է Արսեն Ավակովը, մեր հայրենակից Մոսկվան Յանուկովիչին է պատրաստում, բնական է, որ Զելենսկու դարաշրջանը հավանաբար մոտենում է ավարտին։ Ինչպիսի իշխանություն Կիևում կբխեր ավելի շատ Հայաստանի շահերից։ Շատ դժվար բան է ասել դա, ես քանիցս հիշեցրել եմ եւ նաեւ կարծում եմ, որ Հայաստանը Ուկրաինայի հետ կապված, քան որ խոսեցինք SVR-ի հայտնի, ուրեմն այսպես ասած, ուղերձից, Ուկրաինայում աշխարհի հայկական սփյուռքի 4-րդ ամենամեծ համայնքը կա, չմոռանանք այս մասին։
Եվ ցավոք այս պատերազմում հայերը, մեր հայրենակիցները կռվում են երկու կողմից։ Այնպես ինչպես եղել է երկրորդ աշխարհամարտի տարիներին Ղրիմում, գիտենք, չէ՞։ Իրեն վրացիներն էլ էին նույն վիճակում։ Ուրեմն Հայաստանը որպես օրինակ Իրաքյան պատերազմի ժամանակ, ես այս օրինակն էի միշտ բերում, մենք ամերիկացիները, որոնք որ այն ժամանակ ակտիվ Բուշը խնդիր ուներ լեգիտիմացնելու իր պատերազմը եւ փորձում էր հնարավորինս շատ կողմեր ներգրավել, մենք կարողացանք հիմնավորել, որ գիտեք համայնք ունենք Իրաքում, եւ եթե հանկարծ մենք այստեղ ներգրավվենք, ինչ որ ուժեր ծայրահեղական կարող են ուրեմն հայ լինելու հիմքով վնասել։ Հումանիտար աջակցությունը Ուկրաինային շատ կարևոր է եղել եւ պետք է դա շարունակել, եւ այստեղ ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, ավելին ասեմ, գիտեցնենք թե Ադրբեջանն ինչպես է պահել Ուկրաինայի հարցում եւ ինչպես է մարսել այդ ամենը։ Հիմա եթե նա մարսում է եւ ռուսները մեզ պիտի ասեն այդպիսի բաներ մի արեք, անտրամաբանական է։ Հիմա երկրորդեմ ես էլ այս պարագայում պարոն Հակոբյանին, որ մենք կարող է հնարավորություն ստանանք շահերի համադրման եւ ոչ թե շահերի բախման տրամաբանությամբ ինչ որ լուծումներ ունենալու։ Թրիփի պարագայում ես հետ վստահ եմ համաձայն եմ նաեւ, որ անգամ եթե ֆորմալ իմաստով Ռուսաստանը իր շահային դիրքը չի ունենում կամ չգիտեմ քվոտա չեն տալիս եւ այլն, բայց մենք տեսել ենք, չէ, որ Բաքու Ջեյհան Բաքու շահերից են սարքել եւ հետո երբ որ սանկցիաներ են եղել, Ադրբեջանին գազ տալով մի քանի անգամ շատ դեպի Եվրոպա այս գազամուղներն օգտագործվել են։ Ուրեմն Ռուսաստանի ընդհանուր մոտեցումը հետեւյալն է՝ այս արկեք այդ ենթակառուցվածքները, վաղը կտեսնենք ով կօգտվի դրանից։ Մոտավորապես սա է պատկերը։ Իսկ թե ինչ կայուն Ուկրաինան մեզ համար կարևոր է, առաջին հերթին կրկնեմ, որտեղ մեր տնտեսական փոխգործակցությունը այն մասշտաբների չեն, որ Վրաստան չի նաև մեզ համար ստրատեգիական կարևորության տեսանկյունից Ուկրաինան, պես որ ընդհանուր առմամբ կայունությունն է կարևոր եւ ընդհանուր առմամբ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իրենց երկրում որպես այդ երկրի քաղաքացիներ բնավորից պաշտպանված լինեն։ Միգե նույն հարցը Կիևում ինչպիսի իշխանությունը կբխի Հայաստանի շահերից։ Գիտեք, ես կարծում եմ, եթե խաղաղություն է ստորագրվելու, այսինքն դա լինելու է առնվազն ռուս-ամերիկյան կոնսենսուսի արդյունքում այդ ամեն ինչը, այլ տարբերակ ես կարծում եմ այնուամենայնիվ չկա, գուցե նաև եվրոպացիների մասնակի այսպես ասենք ներգրավմամբ ես կարծում եմ այդ ժամանակ այդքան էլ շատ կարևոր չի լինելու թե Ուկրաինայում ինչպիսի իշխանություն է լինելու, ես կարծում եմ Ուկրաինայում լինելու է նույնպես կոմպրոմիսային ինչ-որ մի իշխանություն, պատահական չի, որ ասենք 28 կետերի մեջ միշտ դրվում էր նաև իշխանափոխության հարցը, չէ, 100 օրից հետո պետք է լիներ իշխանափոխություն, այո։ Գիտեք, ես կարծում եմ էլի կոնսենսուսային ինչ-որ տարբերակ է լինելու։ Եթե հիմա, ինչպես ասում են, օրինակ, Արևմուտքը ներառյալ ամենայն հավանականությամբ նաև Միացյալ Նահանգների Զալուժնիի տեխնացությունն են դիտարկում, ես կարծում եմ Զալուժնիի տեխնացությունը դա նույնպես փոխհամաձայնեցված է լինելու այս կամ այն չափով, այս կամ այն մեխանիզմներով, այսպես ասենք, նաև ռուսների հետ այս առումով, որովհետև հակառակ դեպքում, եթե օրինակ իշխանության գա մի այնպիսի գործիչ, որի այսպես ասենք ուղղվածությունը կամ նպատակները նույնն են ինչ Զելենսկու մոտ, ապա Ռուսաստանը, ինչպես ինքն է ասում, իր հիմնական նպատակին հասած չի լինի, որովհետև Ռուսաստանը միշտ այդ հարցն է բարձրացնում, պետք է վերացնենք պատճառները, գլխավոր պատճառները, եւ Տրամփն էլ էր իմիջիալուց դրա մասին ասում, որ պետք է որ ըստ էության պետք է վերացվի պատճառները, այսինքն այդ նարատիվը ակնհայտ է, որ ամենայն դեպս Ռուսաստանից է, չէ, եւ Տրամփը դա լսացնում է, ինչպես ասում են։ Մենք սպառել ենք մեր ժամանակը մեկ նախադասությամբ ամփոփեք խոսք, այսինքն ինչը կուզեիք, որ հերոստատիտողը ձեր այսօրվա խոսքից հիշեր։ Մի նախադասություն։ Մեզ համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը եւ մեր հիմնական պարտներների հետ ուժեղ կապը, կրկնեմ, շահերի ոչ թե հակասությունների, այլև համադրման ճանապարհով։ Խնդրեմ։ Ես համաձայն եմ ընդհանուր առմամբ այդ հիմնական դրույթի հետ, այսինքն ես կարծում եմ, որ ամենակարևորը, որպեսզի մենք խուսափենք սիրիացումից, Հայաստանի սիրիացումից, որպեսզի տարբեր գեոքաղաքական կամ ռեգիոնալ ուժային կենտրոնների շահերը այստեղ բախվեն եւ մենք դառնանք պրոքսի պատերազմների թաթերաբեմ։ Ես կարծում եմ այս առումով խաղաղությունը Ուկրաինայում եւ ռուսների եւ ամերիկացիների եւ կոլեկտիվ արևմուտքի այսպես ասենք միջև կոնստրուկտիվ համագործակցությունը մեզ օգուտ կարող է բերել։ Շնորհակալ եմ, հնչեցին վերլուծաբաններ Արսեն Խառատյանի ու Վիգեն Հակոբյանի կարծիքներն ու գնահատականները։